Անցումը հարթ ապահովելու համար կառավարությունը հաստատեց առևտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը 5-ից 10%, ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը 4%-ից դարձել է 9.5%։ Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնյայի մինչև հունվարի 1-ը ոչ բոլոր հարկ վճարողներն էին իրենց ձեռքբերումները փաստաթղթավորել, չնայած որ օրենսդրությամբ սահմանված էր։ Ընդհանուր տրամաբանությունը նրանում է, որ հարկ վճարողները երկու եռամսյակի արդյունքներով նոր օրենսդրության պայմաններում կհաշվարկեն իրենց շրջանառության հարկի գումարները եւ մի դեպքում, եթե իրենց շրջանառության հարկի գումարը կգերազանցի իրենց շրջանառության 5% չափը, այդ գերազանցած մասը եռամսյակի ավարտից հետո դիմում ներկայացնելուց հետո գերազանցող մասը շրջանառության հարկի կվերադարձվի հարկ վճարողներին, այսինքն իրենք կվճարեն հարկի գումարը ամբողջությամբ, 5% շրջանառության 5%-ը գերազանցող մասը հետ կվերադարձվի իրեն։ Մյուս խումբն ըստ Օրի Ալավերդյանի այն տնտեսվարողներն են, որոնք նախկինում ունեին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ եւ չնվազեցված շրջանառության հարկի գումարներ, որը տեղափոխվել էր 2025 թվական։ Այդ հարկ վճարողներին բացի նրանից, որ շրջանառության այդ 5%-ի չափով աջակցություն կտրամադրվի մինչև 5%, նաև աջակցություն կտրամադրվի իրենց այդ տեղափոխված չնվազեցված շրջանառության հարկի գումարի եւ իրացման շրջանառության 1.5%-ի դրական տարբերության չափով։ Աջակցությունը կտրամադրվի ժամանակավոր, ընթացիկ տարվա առաջին եւ երկրորդ եռամսյակների համար։ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Քեյանի կարծիքով, ի սկզբանե պետք չէր ընդունել շրջհարկի փոփոխությունները, որ հետո էլ մեղմելու անհրաժեշտություն չառաջանար։ Սա խնդրի մեկ կետի որոշակի մասի լուծումն է, դա այն ընկերությունների խնդիրն է լուծում, ովքեր որ նախկինում եթե չփաստաթղթավորված ձեռքբերումներ ունեին, որոնք այս տարի իրացնեին 10% պետք է հարկվեին, այդ մասով որոշակի լուծել է, ասել է առաջի երկրորդ եռամսյակում, եթե դա ապրանքից կվաճառեք, ձեր բեռը ոչ թե 10% կլինի, այլ ավելի մեղմ կլինի։ Մենակ այդ մասով է աջակցման ծրագիրը, իսկ մնացած առումներով, այսինքն այնտեղ ոսկու շուկայի հետ կապված, առևտրականների խնդիրների հետ կապված կամ փաստաթղթավորման ամբողջ ծավալի պահանջի, հաշվառման իրականացման, մնացորդի գույքագրման, այդ վարչարության խնդիրների հետ կապված որևիցե հարց այս աջակցման ծրագիրը չի լուծում։ Արձագանքում է Օրի Ալավերդյանը, յուրաքանչյուր ոլորտի մասով վերլուծություն ունեն եւ ըստ դրա են որոշում կայացրել։ Ստվերի նվազեցման ու թափանցիկությանն է միտված օրենսդրական նախագիծը, իսկ աջակցությունը անցումն է ապահովելու։ Տիգրան Քեյանի կարծիքով հարցի լուծման միակ տարբերակը իրացման շրջանառության շեմը վերացնելն է։ Պետք է այնպիսի հարկման մեխանիզմ, որ շրջանառությունը չթաքցնեն տնտեսվարողները։ Մենք այս դաշտում գործող չենք կարող ասել ամբողջականը, որ բոլորը ստվերում են, հա, նայած կա նաև տարածաշրջանային, կա նաև հսկողություն այդ տարածաշրջաններում ոնց է անում, Երևանում ոնց է, մարզերում ոնց է, հա, սահմանամերձերում ոնց է, հա, տարբեր տեղեր տարբեր են, հա, այս հսկողությունը։ Եվ այդ հսկողության հետ կապված է, որտեղ ինչ իրավիճակ է հարկային հսկողություն իրականացում, ստվերը ըստ դրա, որտեղ մեղմ հսկողությունը, դե ստվերը բարձր է։ Օրի Ալավերդյանը շեշտում է, կարևոր է հարկ վճարողներին հուշել, որ աջակցության ծրագիրը կարճաժամկետ է եւ պետք է փաստաթղթավորման հետ կապված խնդիրները կարգավորել։ Երրորդ եռամսյակից սկսած աջակցության ծրագիրը դադարելու է եւ դա նշանակելու է, որ հարկային դրույքաչափերի հաշվարկը կատարվելու է այն դրույքաչափերով, որոնք ունենք սահմանված օրենքով։ Հուլիսից հետո արդեն երրորդ, չորրորդ եռամսյակների համար բեռի նվազեցում կամ բեռի ավելացումը կանխելու համար համապատասխան փաստաթղթերով այս ժամանակահատվածում պետք է ապահովի իրենց այսպես իրացումներն, ասենք թե իրենց ձեռքբերումները։ Սա շատ կարևոր է, որպեսզի մեր հարկ վճարողները այս կես 6 ամիսներն օգտագործեն այդ վարքագիծը ամրագրելու իրենց բիզնես պրոցեսներում ամրագրելու համար։ Աջակցության ծրագիրն ունի նախապայմաններ։ Այն վերաբերում է առևտրային գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներին, որոնք 2024-ին այդ հարկման դաշտում են գործել եւ հիմա էլ շարունակում են լինել այդտեղ։ Առաջին եռամսյակի աջակցությունը ստանալու համար համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչև մայիսի 10-ը, իսկ երկրորդ եռամսյակինը մինչև օգոստոսի 1-ը։ Նիկոլայ Ավետիսյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։